Թենիսիստ չկա, պրոֆեսիոնալ մարզիչ չկա։ Լար չունեինք, որ լրիվ փոխենք, մի հատ կամ երկու հատ էինք փոխում։ Բանակի հարցը լուծվեց տղաների, դրա համար ջահել երիտասարդ ունեցանք թիմում։ Եթե 2 տարի թենիս չխաղաս, շատ ես հետ են գնելու։ Մենք կարացանք թմի աուրան փոխենք իրականում, այդ փոփոխությունը շատ մեծ է։ Երկու իր գնդակի տարբերություն է որոշում խաղը։ Ես իրան գնդակ էի տալիս, հիմա ինքը մտել է, հետո պետք է առաջի համարով ես խաղամ։ Ուիմբլդոնում մինչև 4-րդ երրծրապակի չհասանք։ Ես հասկացա, որ հարցը ոչ թե տվյալ մեր թիմն էր, որ այդ օրը պետք է հաղթի կամ պարտվի։ Բարի վերադարձ off-court, բարիս բուն իմաստով բարի վերադարձ, չէ՞։ Վաղուց չէինք Վաղուց կարոտել էինք այս տաղավարը, մեր սիրելի, ու վերադառնում ենք շատ լավ սյուրպրիզով ձեր համար։ Երկար դադարից հետո Հայաստանում է մեր բոլորիս կողմից շատ սիրված խաղացողներից մեկը, բայց փորձեմ սենց ներկայացնեմ, հա։ Ով հայկական թենիսի հետ որևիցե առնչություն ունի, այս անուն ազգանունը միանշանակ ճանաչելու է ու ասելիք չկա ընդհանրապես։ Իսկ ով որ նոր է ճանաչելու, մեր հյուրն է Հարություն Սոֆյանը։ Արուտ ջան, ողջույն։ Բարև ձեզ։ Ողջույն։ Հարություն Սոֆյանը, ասենք երևի ինչին ես եմ տիրապետում, հա։ Որպես պատանի ու երիտասարդ մարզիկների մեջ երևի ամենառեզուլտատիվ հայ թենիսիստն է եղել, այդ ես գիտեմ։ Գիտեմ, որ ազգային հավաքականի կազմում ամենաշատ մաչեր հաղթած թենիսիստն է, այդ երկու, ու իմ համար տեխնիկապես եւ այլն խաղը նայելուց եմ որ հաճույք է ստանում, փոքրուց իմ սիրելի հայ թենիսիստն է եղել։ Ամենատաղանդավոր իմ համար, ասած մեծություն էլի, օրինակ, վառ օրինակ։ Այո, շատ երկար տարիներ Հարութ Հայաստանում չի եղել, այնպես որ բարի վերադարձ ու շատ ուրախ ենք, որ հենց այս տաղավարում էլ խոսանք Արաջան։ Շատ ուրախ եմ ստե գտնվել։ Շատ էի կարոտել 18 տարի։ 18, ես գիտեի այտենց 10 մոտավոր։ 18 տարի մի անգամ եմ եղել 3 օր, բայց կարանք հաշվենք, որ ստե չեմ եղել։ Շատ սիրուն տաղավար է։ Մեծ սիրով հյուրընկալվում եմ ձեզ։ Ոնց է Երևանը, ըստ շատ 18 տարի առաջ ու հիմա։ Անճանաչելի։ Շատ փոխված։ Մարդիկ էլ են փոխված թե։ Մարդիկ չէ։ Մարդիկ շենքերը, հա։ Նոր շենքեր են ավելացել։ Շատ, ամենտեղ նոր շենքեր։ Աշխուժություն է, շատ աշխուժ է դառել ավելի։ Ինչ փուլում է կյանքդ հիմա, ինչով ես շատ զբաղվում, մեր շատ հայ թենիսասերներ կուզեն իմանան, էլի։ Բա հիմա նույն թենիսի մեջ եմ, մեր կյանքի սպորտն է, ոնց որ չի կարելի կտրվել թենիսից։ Հիմա ավելի շատ իմ կյանքի իմաստը տղայիս թենիսն է, ոնց որ իրան է։ Դավիթ ջան, ողջույն։ Իրան պարապացնել, հաճույք ստանալ թենիսից, հետևել մեր հայ ազգի թենիսիստներին, մեր արդյունքներին, համե շնորհավոր բոլորիս շնորհավոր լավ հաղթանակի համար, շատ ուրախ էինք, միշտ նայում, հետևում էինք, շատ հաճելի էր։ Եկեք խոսակցությունը սկսենք ընդհանուր քո կարիերայի մեկնարկից, որտեվ սա թենիսիստների հետ երևի խոսել ենք, զրույց ունեցել ենք, ոնց է սկսել թենիսը։ Թենիսը սկսել է, ճիշտն ասած, շնորհակալություն տատիկիս, որտեվ ինքն է ինձ տարել թենիսի։ Մենք ապրում էինք Կիլիկիայում, Հրազդանի կորտերից, հիմա Օրանջ, շատ հեռու չէր, ու առաջի օրվանից որ գնացի, ոնց որ սենց սեր մտավ թենիսի նկատմամբ, ու էդ էր, էլ արդեն ուզում էի ամբողջ օրը այնտեղ անցկացնեի։ Սկսել ես մարզվել քանի տարեկանից։ 6 տարեկանից առաջի մարզիչս մեր շատ սիրելի Կարեն Գյուրեղյանի աղջիկներ, Աննա Գյուրեղյանը, մի անգամից շատ սիրեցի, 6 տարեկան էի։ Մոտավոր որ թվականներ։ 89։ Դեռ անկախության տարիները չէին, վերջն էր, հա, Սովետ միության։
Իսկ այդ ժամանակ սենց ակտիվ այդ իր ռազգարի մեջ էր թենիսը, հենց կորտերով Հրազդանի ակտիվ սա։ Կարամ ասեմ ակտիվ էր, շատ երեխաներ կային, խմբեր, որտեվ ունեինք այդ ժամանակ շատ լավ թենիսիստներ, Պատանի, Սարգիս Սարգսյան, Արթուր Շիլաջյան, աղջիկների մոտ Այդա Խալաչյան, Կարինե Գյուրեղյան, Նայրան, ու մեզ ոնց որ էդի շատ բան մոտիվացնում էր, որ իրանց տենալը, որ Սարգիսը գալիս էր մրցումներից, մեր հետ խաղում էր մի 10 րոպե, ոնց ուրախությունից չգիտեինք ինչ անեինք։ Շատ հաճելի էր ու լավ խմբեր կար, ամեն մարզիչ ուներ իր լավ խմբերը ու կոնկուրենցիա կար էլի, Շատ էր մրցակցությունը։ շատ մեծ մրցակցություն կար, երևի դրա համար սկսեց մի քիչ արդյունքներ լինել էլի, բայց հետո փլուզում եղավ, մարզիչները սաղ գնացին տարբեր երկրներ ու էդի երևի մեր համար ամենադժվար տարիներն էր, այդ 93-ից մինչև 97-98 կարամ ասեմ, հա, ասենց ոնց որ լրիվ ասենց լավ սկսվավ ու արդեն հետո քանդվավ ամեն ինչ։ Այդ ժամանակ, բայց ակումբից դուրս էլ էր, չէ՞, այդ կոնկուրենցիա կոչվածը։ Այո, Այսինքն մենակ ֆիզիկա ինստիտուտ, Արարատ ակումբ, Բուրիվեսնիկ են ժամանակ։ Լենինականից ունեինք լավ խաղացողներ Գյումրիից, այո։ Ակումբային առաջնությունները Սիստեմիկ բան է էլի եղել, այսինքն մի ակումբի բան չէր, որ ասենք Չէ, որտեղ սիստեմ կար, լուրջ աշխատանք էր տարվում երեխաների հետ, կարամ ասեմ շատ լավ կազմակերպված էր։ Երևի գույքային ապահովում է կար քչից շատից այդ վերջի Քչից շատից ինչ հնարավոր էր, հա, գնդակ ստանում էինք, լարերը ստանում էինք, ռակետ շատ չկար, ով ոնց կարար, որտեղից կարար առներ կամ գտներ կամ տալիս էին մեկը մյուսին, բայց դե այդ մեծ ցանկություն կար էլի, որ առաջ երևի շատ բան չունեինք անելու այդ տարիներին, լույս չկար, բան չկար, հեռախոս չկար, գնում էինք այնտեղ, ամբողջ օրը կորտերում էինք անցկացնում, վազում էինք, խաղում էինք, էդ էր մեր կյանքի իմաստը։ Լավ, իսկ պատանեկան արդեն տարիքից անցնելով դեպի երիտասարդ արդեն միջազգային մրցումներ ինչքան էլ որ քիչ էին եւ այլն, այդ ջունիոր կարիերատ էլի կարճ բացատրես հանդիսատեսները ոնց ա եղել, ոնց եք սկսել, ինչ դժվարություններ եք հանդիպել։ Բա շատ դժվար ենք սկսել, կարամ ասեմ, սկզբից շատ արդյունքներ չկար, հետո ինձ շատ օգնեց, բա մեր շատ սիրելի Հարություն Խաչատրյանը, որ գնաց Ամերիկա, բարևներ ժողովրդին, բարևներ բոլորին, ու հետո կարծեմ 12 տարեկան էի ես, ինձ կանչեց իր մոտ ու արդեն այնտեղ մարզվելով ձմեռները գնում էի իր տունն էի ապրում մոտ 4-ից 6 ամիս ու այնտեղ ինտենսիվ պարապմունքներ էինք անում շատ ու ամառը ինքը հովանավորներ գտավ իմ համար ու ոնց որ ինձ ուղարկում էին մրցումների Եվրոպա ու դա ինձ շատ օգնեց այդ արդյունքների հասնելու։ Ստեղ էլ շատ օգնություն եղավ ֆեդերացիայից, մեր Վազգեն Սարգսյանը սպարապետը ինձ շատ է օգնել, ֆինանսավորում էր մրցումների գնալ, ինձ շատ էր սիրում։ Միշտ որ խաղում էր, դե պարտվել չէր սիրում։ Հենց պարտվում էր, ասում էր Հարութիկին բերեք, գալիս էին տնից, գնից տանում էին, որ նշել ենք, որ սպարապետը թենիս էր խաղում, շատ ակտիվ, զույգ խաղայինք իրար հետ։ Սիրահար էր։ Բայց ամենաուժեղը այդ ոնց որ առաջ գնալու բանը եղավ Հարութ Խաչատրյանի ինձ իր մոտ հրավիրելը։ Ձմռանը որ գնում էիր 6 ամիս առավոտ իրիկուն, պարապունք։ Այսինքն ստեղ ուղակի շանս չկար էլի այդ ժամանակ այնպես պատգատովկա ունենալ, հա, որ շանս չկար, դե արդեն այդ շատ վատ տարիներն էր, որ ոչ մի բան չկար, կարանք ասենք որ ռակետի լարը կտրվում էր,
լար չունեինք, որ լրիվ փոխենք, մի հատ կամ երկու հատ էինք փոխում։ Պաչինկա տերմինը։ Պաչինկա ենք անում։ Տենիսային։ Հետո որ մրցումների գնալուց, մի քիչ այդ սկզբի ժամերը շատ ցենց կաշկանդված վիճակ էր, տենալով ուրիշ երկրի խաղացողներին, իրանց հակու կապը, իրանց պայուսակ ռակետ, իրանց ոնց է թիմը, ոնց որ ասեմ, իրանց մարզիչը, ուրիշ ֆիզիո, ես մենակս 12-13 տարեկանից Եվրոպաները ման էի գալիս։ Մեկ Ալեքսանդր Ծատուրյանն էր իմ հետ գալիս, որ շատ էի սիրում իր այդ մրցումներ գնալը, մի հատ մթնոլորտ էր սարքում, որ ուզած չուզած պետք է կրեիր, այնց ատմոսֆերի մեջ էր դնում, որ բայց դժվար էր, շատ դժվար։ Դեպի արդեն երիտասարդ 16 տարեկան ու ավել, այդ ընթացքը նույն տրամաբանությամբ էր գնում։ Արդեն 15-16-ից վստահությունը եկավ, մեծ մրցումներ ու արդեն այդ ժամանակ, որ խաղում էի, իմ համար ոչ մեկ ինձ էլ չէր կարա հաղթեր, ինձանից ուժեղ խաղացող չկար այդ տարիքում, իրար հետևից մրցումները հաղթում էի ու շատ մեծ վստահություն կար։ Տարին միջինում այդ ժամանակ քանի հատ էիր խաղում, ինչքան էր հաջողվում խաղալ։ Կարամ ասեմ առանց կանգնել միշտ խաղում էի, ամեն շաբաթ, 20+ ամենակիչը։ Ամերիկայում դե ամեն շաբաթ, հետո գալիս էի, ասենք կարողա 2 շաբաթ մնայի Հայաստանում, հետո էլի գնում էի մրցումների, շատ էի խաղում ու միշտ ոնց որ մինչև վերջ խաղում էի։ Երևի դրանից էլ վնասվածքս եղա, որտեվ որ մենակ էի, լավ էի խաղում, չէի կանգնում, սառույցը դնում, խաղում։ Հետո երևի ֆիզիոներ, բան, չկար, որ հետս մարդ չկար, որ ասենք ասեր կանգնի, մի խաղա, հետո մի քիչ կարողալ այդ սովետի մտածելակերպը կար, որ պետքա ցավալով խաղաս, շարունակես, բան չկա, կանցնի, բան, հիմա բայց ոնց նայում ես, հիմիկվա սպորտսմենները հենց մի քիչ ցավ ունեն, կանգնում են, որ բուժեն, որ հետո մեմ բանը նորից շարունակեն խաղալ։ Գրանջլեմների պոլուֆինալում կամ ինչ չեն խաղում իրանց խաղը, որ մի քիչ ցավ են զգում, որտեվ գիտեն հետո կարող է էլ չկարանան։ Մի քիչ այդ կողմից դժվար էր էլի, որ մենակ ես, փոքր ես, 15-16 տարեկան, համե լավ ես խաղում, քո գլխի մեջ չես ուզում կանգնես, խորհուրդ տվող չկա, որտեվ որ շատ գումար չունենք, որ հետը մեծեր գան, մարզիչ գա, հասկացող մարդ։ Մի հատ կարևոր փաստ քանի չեմ մոռացել, այս հետա գալիս այն թեմային, այն Հայաստանում թենիսիստներ բան չկան եւ այլն, գոյություն ունի օլիմպիական ֆեստիվալ, ճիշտ է։ Ուրեմն Հարություն Սոֆյանը մինչև 2025 թիվը միակ հայ սպորտսմենն է եղել, միակ հայ սպորտսմենը, ով այդ պատանեկան ինքը օլիմպիական խաղերի կարգավիճակ ունի պատանիների, կոչվում է Youth Olympic Festival, հա, հաղթել է, չէ։ Այո։ Մենք անցած տարի միայն հաղթող ունեցանք մարմնամարզությունից, եթե չեմ սխալվում։ Այո։ Այո, մինչև դա որևիցե այլ սպորտսմեն, այո, հաղթող չի եղել։ 99 թվականին, այո։ Այդ այն թեմանա, որ անընդհատ կրկնելու ենք, էլի։ Վերջերս ինչ որ շատ են ասում, Հայաստանում թենիսիստ չկա, պրոֆեսիոնալ մարզիչ չկա, ասում որ պրոֆեսիոնալ մարզիչներ լինեն, կգնան դուրսը կաշխատեն։ Ասենք հիմա որ պրոֆեսիոնալ մարզիչներ չունենանք, հիմա հենց հիմա այս բայդրությամբ ասենք չէինք ունենա 14 տարեկանների մեջ Եվրոպայում, ասենք 40-ի մեջ 2 երեխա չէինք ունենա։ Այս Հայաստանի պայմաններում, որ ձմեռը պարապելու տեղ չունենք, ասենք 6 ամիս չունենք։ Համաձայն չեմ դրա հետ, բայց այդ ասողներին հարցնում եք պրոֆեսիոնալ մարզիչը որն է։ Ինչ է, հա։ Ինչ է։ Դե խոսում են ուղղակի էլի, հա ջան, խոսում են, հետո ոնց են իրանք կարող չափորոշիչը, չէ։ Հետաքրքիր է մեզ էլ, պրոստը շատ են խոսում։ Ինձ էլ է հետաքրքիր է։ Դե մեր պլատֆորմի իմաստն է, այսինքն մենք այս ինֆորմացիայի, այս մեծ ինֆորմացիայի, ինչ ասենք, ինֆորմացիոն աղբի մեջ, հա, փորձում ենք այն ճիշտ կարևոր ինֆորմացիան տալ, որ մարդիկ ճանաչեն։ Անում պետք է հասցնել մարդկանց, որտեվ
թենիսը շատ լավ սպորտ է ու իշքան շատ sense հասցնենք, խոսանք բոլորս, ինձ թվում է մեծ արդյունքներ կունենանք թենիսի մեջ։ Ֆեստիվալի տարիքը 16, գնացինք առաջ։ Արդեն անցումը 17 արդեն ուսս շատ էր ինձ խանգարում, հա։ ITF-ում վարկանիշը 100-ի մեջ իջավ ու կարացար բան խաղաց, չէ՞։ Շլեմներ։ Մեծ սաղավարտի բան, ջունիորների մեջ, այո։ Անհատականում հաջողություններ չեղավ շատ կարամ ասեմ, բայց զուգախաղում Ուիմբլդոնում մինչև քառորդ երրծրափակիչ հասանք։ 4-ն էլ խաղացել ես, թե։ Չէ, մենակ Ռոլան Գարոս ու Ուիմբլդոն։ Հետո Լուկաս Կուբոտի հետ, եթե ճանաչում եք, իմ զուգընկերս, հետո եղավ կարծեմ զուգախաղում աշխարհի առաջի ռակետը։ Իսկ այդ հայտնի տենիսիստներից ում ես հաղթել, հա։ Դավիթ Ֆերեր, Յանկո Ծիպսարևիչ, Ռոբի Ջինեպրի, Սոդերլինգ, sense կարամ շատ ասեմ։ Իմացեք էլի ժողովուրդ։ Հա, ասա։ Պոլենրի Մաթյու, բոլորը top խաղացողներ են։ Անչիչ, Մարիո Անչիչ։ Նալբանդյան։ Նալբանդյանին չեմ հաղթել, բայց խաղացել ենք 2 անգամ։ Որ sense հիշեմ, կարող է պետք է տենց մարդեր ենք ունեցել, ոչ պրոֆեսիոնալ մարզիչներ ունենալով հանդերձ։ Այո։ Ինքն իրան sense ոչ մի տեղից, ոչ մի տեղից։ Առանց մարզիչ գնում ենք առաջ։ Այդ տարիքից արդեն դեպի մեծահասակներ պրոֆեսիոնալ թենիս անցումը։ Չնայած միանշանակ, ասենք, մեծ սաղավարտի մակարդակը հաստատ նույն պրոֆեսիոնալի արդեն որ խաղում ես ընդ շատ մեծ տարբերություն չկա, ասենք ես 16-17 տարեկանում որ խաղում էի, որ նայում էի մեծերի խաղերը, ինձ թվում էր որ կարամ հանգիստ հետները հավասար խաղամ արդեն, այդ վստահությունը կար արդեն որ հասնում ես այնտեղ։ Այ կհիշես առաջի անգամ որ տարիքում էիր որ հավաքական հրավիրվեցիր։ Առաջի անգամ 16 տարեկանում։ 16 տարեկանից խաղացել ես։ Տարեկանում ու շատ լավ ստացվեց։ Երրորդ խմբում էինք խաղում Էստոնիայում։ Առաջի 3 խաղը 3 հաղթանակ, դժվար խաղեր շատ։ Մեծ պարծանք, Հայաստանի համար խաղալը կարամ ասեմ իմ կյանքում ամենալավ բանն է եղել իմ կարիերայում, հաղթանակները կամ թեկուզ պարտությունները, բայց այդ թեմային մթնոլորտը յուրահատուկ է, ոչ մի բան չես կարա համեմատես այդ զգացմունքները, որ խաղում ես Հայաստանի։ Առաջի անգամ որ հրավիրեցին հավաքական, առաջին անգամ իմացա որ Հարութի հետ պետքա զույգ խաղամ, չգիտես ոնց էի լարվել ենք, մտել ենք Հարութն ասում է թուլացի խաղա։ Հարութի հետ մեծ պատիվ է էլի իմ համար զույգ խաղալը, ընդհանրապես թիմում գտնվելը շատ մեծ պատիվ է։ 2009 թիվներ Աֆրիկա, ես Հարութը եկել Աշոտը, Գևորգյան շոկ։ Շոկ։ Պլյուս 45 ու 92% խոնավություն։ Շատ խոնավ։ Բժիշկը գալիս է։ Շնչել չէր լինում։ Ասում էր ասմա ունեք, ինչ ասմա։ Ինձի տեղ էին տվել, որ ամեն կողմերը փոխելուց մի փշեցնում էինք, որ կարամ ենք խաղանք։ Սառույցը դնում էինք սենց, բայց այդ տարի էլ լավ հանդես եկանք, անցանք էլի գրոպա։ Դժվար էր ընդ, հետո կարծեմ վերջի տարիներ, հետո դրանից հետո փոխեցին, որտեվ Աֆրիկայում խաղալը որ դժվար էր, հա։ Վերջի աֆրիկական թիմն է, Աֆրիկա գնացած թիմն է։ Ինձ թվում է ոչ մենակ հայ, չէ՞, 4 Աշոտը մեկ էլ Հարութ է։ Ոչ մեկ չէր կարում խաղալ, իրանց դե։ Լավ, մենք մեր վերջի դեվիստներին կգանք հələ, այ կուզենայի նախ թիմը որտեղ որ դու մտար, հա, ինչ խաղացողներից էր բաղկացած, Սարգիսի հետ խաղացել ես մի թվից։ Սարգսյանի հետ, այդ մտնելուց ովքեր էին թվում քո հետ։ Մտնելուց Սարգիս Սարգսյանն էր, Ցոլակ Գևորգյանը ու Հայկ Հակոբյանը, բայց այդ տարի որ ես խաղացի, Սարգիս Սարգսյանը կարծեմ չկարացավ խաղա, որտեվ Queen's Club-ում էր խաղում, շատ լավ հանդես եկավ, կարծեմ մինչև եզրափակիչ գնաց, եթե չեմ սխալվում,
հաղթելով Կաֆելնիկովին առաջի ռակետներ այդ ժամանակ ու դրա համար չկարացավ գար Դեվիս Հայ Քափի տենիսիստ աշխարհի առաջի ռակետին տենիսային ժողովուրդ չենք էլի։ Հա, էլի ոչ առանց պրոֆեսիոնալ պրոֆեսիոնալ մարզիչներով, հա, հաղթանակ աշխարհի առաջի ռակետկայի նկատմամբ Դե նորմալ է, ոչինչ։ ու առանց Սարգիս Սարգսյանի կարամ ասեմ շատ լավ հանդես եկանք։ Բարձացակ թե մնացիք։ Մնացինք, բայց կիսաերսրապակիչում պարտվեցինք Էստոնիային, որ ուժեղ թիմ ունեին, բայց հավասար էր, հաղթեցինք Լիտվային, Կենիային, մեկ էլ Վրաստանին կարծեմ, եթե չեմ սխալվում։ Ու այդ ժամանակ Վրաստանը պատանեկան խաղացողների կարծեմ աշխարհի առաջի համարը ուներ։ Լաբաձեն։ Չէ, Ուշանգիշվիլին Իրակլի։ Կամ եթե առաջինը չէր, 10-ի մեջ էր։ Ես շատ լավ իր այդ խաղացինք։ Մեծ զգացմունքներ էր Դեվիս Քափի ժամանակ։ Ամենաբարձրը ուր եք հասել, երկրորդ մտել եք, չէ՞։ Երկրորդ մտել ենք, առաջի խաղն էլ հաղթել ենք Մոլդավիային կարծեմ։ Հետո Սարգիսը դե իր երևի այդ կալենդարի շատ խիտ լինելու պատճառով միշտ չէր կարող մասնակցել Դեվիսի գավաթի խաղերին, առանց իր էլ դե ինչքան մենք խաղում էինք, կարամ ասեմ լավ, դժվար էր, որտեվ երկրորդում արդեն թիմերը ուժեղ են, էլի։ Պատկերացում որ տանք կներես, երկրորդ խմբում միջինում դու անընդհատ խաղալու ես top 100-ակին մոտ կամ 100-ակի մեջ տղաների դեմ, չէ՞։ 100-ից մինչև 300 համարների դեմ։ Դու երրորդ խմբում էլ ես մեկա խաղում այտենց տղաների հետ 300-ից 700, 1000, բայց երկրորդում իրանց տոկոսային հարաբերությունը արդեն շատ բայց 300-ից 700 էդ էլ ասենք, որ այդ խաղացողները, որ շատ ուժեղ տենիսիստներ են, որ սենց 700, 1000 ասում ենք, մարդիկ կմտածեն, եսի մինչև, բայց եսի մինչև այդ 700 ու 300-ը տասնյակ հազարների մեջից եկե հասել են, հա, միլիոնների մեջից, ու որ նայում ես խաղի որակը, ասենք շատ չեն զիջում top 100-ի խաղացողներին, նամանավանդ հիմա որ ֆիզիկական պատրաստվածությունը բոլորի կարամ ասեմ նույնն է, մեկ-մեկ տենում ենք 300 համարները գալի մեծ մրցումներին հասնում են եզրափակիչ, որտեվ շատ է հավասարվել տենիսի մակարդակը ոնց որ ասեմ։ Բայց ես չիմանան էլի 700 համար սենց կարաս մտնես։ Այդ թեմայով էլ ենք խոսացել էլի մենք շատ։ Ամենահիշվող այդ դրվագներից էլ ինչը կասես։ Պահերից է, այտենց։ Ամենահիշվող դե հիշվողը կարամ ասեմ օլիմպիական այդ խաղերն են։ Չէ, Դեվիսի մասին, որտեղ ոնց որ ինձ թվում է երկու էտապ է, չէ՞, մինչև այդ 10 տարի դադարը։ Դեվիսի մասին ամենա որ սենց տպավորվել է այս երկրորդ շունչը, հա 24 թվի Դեվիսը Ալբանիայում, որտեղ արդեն երկար տարիների ընդմիջումից հետո որ լրիվ տենիսը ոնց որ կողքի էի դրել իմ անձնական, որտեղ մենակ աշխատել, պարապացնել, որ հրավերք ստանալուց հետո ոնց որ սենց թազա սկսա ապրել այդ էմոցիաները ու Ալբանիայում այդ խաղը որ եղավ, երևի էդի սենց ու խաղալով ընտանիքս կար արդեն երեխան, կինս, իրանց դիմաց ու մեր հավաքականը սենց մի հատ յուրահատուկ էմոցիաներ ապրեցի, որ լրիվ մոռացել էի սենց սաղ այդ տասնյակ տարիներ ոնց որ կողքի դրած էր, անմոռանալի էմոցիաներ էր իմ համար։ Այդ տարի Հարութը մի հատ շատ ուժեղ խաղ գրեց, ոտքերը բռնված, ալբանացու դեմ խաղալով դրվագներ կա, էդի կյանքում չենք մոռանա, մենք էլ կողքից ունենց էինք բալետ անում, Հարութի ոտերը բռնված, չի կարում նորմալ պադաչ խփի, գցում այն տղեն вообще դիմացինը մեռել է։ Ու լավ խաղացող է, էլի։ Լավ խաղացող դիմացինը, բայց մեռել էինք այդ խաղի ժամանակ էլի։ Պետք էր, չէ՞, մեզ 3-0 պրծնել, հա։
3-0 պետք է Միքայելը հաղթեինք, հաղթեց, Հարութը դժվար խաղ հաղթեց, հետո զուգախաղերը զուգախաղերը հա շատ այդ վերջի գնդակ խփեցի տեսա դուրս է գնում sense մի հատ գարկետին պատկերացրեք երկու խաղացողն էլ չեն կարողանում քայլել, չեն ասում խաղալ ու խաղը արդեն 3 ժամ անցել է, բավականին բարձր տեմպով խաղ ա եղել։ Շատ տպավորիչ էր։ Շատ մեծ հաղթանակներ ա եղել, բայց կարամ ասեմ, այս մի հատը շատ տպավորվեց։ Կարող է արդեն տարիքի հետ կախված կամ Ես մի հատ հարց ունեմ, որտեվ այդ օրը իմ մոտ շատ հիշվող է, շատ տպավորիչ է։ Այ վերադարձից հետ առաջին խաղը Մոնտենեգրոյում։ Մի տարի դրանից առաջ նորից sense թմի մեջ ես խաղում։ Մի հատ քո մասով պատմի, հետո ես իմ տպավորություններից կպատմեմ։ Մոնտենեգրո առաջին խաղը տա։ Շատ լարվածություն կարամ ասեմ, այն ոնց որ 9 տարեկանում, որ պետքա կամ միջազգային առաջի խաղը դες խաղում են, որ մտնում ես, sense առաջի գնդակները բան դող կա, sense շնչառությունը չես կարում, հա, կարգավորես, բայց մի երկու գեյմ խաղալուց հետո կարամ ասեմ, կամաց հետ եկավ շատ հետաքրքիր զգացմունքներ էր, բայց լարվածություն աննկարագրելի, ոնց որ առաջի անգամ թենիսի խաղ խաղայի։ Քո առաջի էտապում ես որպես բոլբոյ եմ եղել դաշտում։ Հիմա անցել է մի 15 տարի։ Թիմով գնացել ենք, հիմա իմ մասով պատկերացրեք, փոքր ժամանակից ասենք պապաս ինձ տանում էր նայելու Հարութի խաղերը ոնց է խաղում, բան, մեկ-մեկ գալիս էի փորձում էի նույն բաները, էլի տեխնիկական եւ այլն։ Հիմա խաղի ենք մտել, դե պարապունք բան, հələ տենց պատկերացնում ես էլի, ես մրցումը կսկսի, առաջի անգամ չենք խաղում Դեվիս։ Մեկ էլ խաղը սկսում է, առաջի խաղը երկրորդ պոզիցիայով Հարութը մտնում է, ու ես sense նստած համ խաղը նայում եմ, համ sense եմ մլնում էլի, այս ոտերս կոնկրետ իրա խաղալուց է դողում, որ ոչ թե այն մտքից, որ ինքն է խաղում, այլ արա մամա ջան, ես իրան գնդակ էի տալիս, հիմա ինքը մտել է, հետո պետք է առաջի համարով ես խաղամ, վայ քորա, sense պատասխանատվությունը մեծ ու Պրիտոմ ես խաղում էի մարդու հետ, ում անցած տարել էի կրել, մեր սիրելի խաղացողներից էր էլի։ Շատ ավելի դժվար կրեցի այդ անգամ ու ահավոր էր էլի այդ զգացողությունը, բայց խաղից հետո ձեր մոտ զգացվեց, իմ մոտ շատ ավելի էր էլի, ոնց որ քարը ուսերիցը տնկավ էլի այդ բանը, որ կրեցինք, այդ առաջի օրը, հա։ Շատ sense իմ մոտ բան էր։ Առաջի օրը միշտ դժվար է էլի այդ առաջի հաղթանակը, որ տանում ես, հետո մի քիչ կարում ես ավելի լավ տենց շնչես։ Հա, միշտ է տենց։ Այդ տարի մենք իրականում շատ լավ խաղացինք ու դժվար պահ ունեցանք ամենավերջում, որի մասին մենք միշտ սիրում ենք էլի դժվարություններից է խոսալ։ Ծանր խաղից հետո դրա նախորդ տարին հաղթելուց հետո Ադրբեջանի թիմին մեր մոտ ուղակի ֆիզիկապես չհաջողվեց իրանց գրել, հենց ֆիզիկապես էլի, որովհետև ուղակի մի տարում իրանց ամբողջ թիմն են փոխում ու բավականին բարձրակարգ խաղացողներով էլի։ Մենք մեր լավագույն խաղերից մեկը խաղալով չկարացանք։ Շատ դժվար էմոցիաներ էր էդի, մեծ պատասխանատվություն, երևի կարող է էդ էլ մի քիչ խանգարեց, երևի սովորականից ավելի լարված էինք իրանց դեմ խաղալու, ես իմ անձնականն եմ ասում, բնականաբար, որտեվ դե կա լարվածություն, մեկը շատ ավելի մեծ, քան սովորականից երևի կարող է որ ուրիշ թիմի հետ խաղայինք, կիսաեզրափակչում հաստատ կհաղթեինք, բայց իրանց դեմ մի քիչ հարց գնաց։ Իրականում այդ օրը, բայց շատ կարևոր նաև իմ մեջ է փոփոխություններ բերել։ Ես դրանից հետո շատ ակտիվ եմ սկսել աշխատել, համ որպես մարզիկը մի կողմ դնենք, բայց հա փոքրերի հետ ընդհանուր սիստեմայի մեջ այդ օրը իմ մեջ ամեն ինչ փոխել է, էլի։ Այդտեղ ես հասկացա, որ հարցը ոչ թե տվյալ մեր թիմն էր, որ այդ օրը պետք է հաղթի կամ պարտվի, այլ մենք ինչ ենք ուզում սարքենք, այսինքն մենք անընդհատ ուզում ենք թիմեր ունենանք, որ անընդհատ այդ բարիերները հաղթեն ու իրականում սպորտը այդ առումով լավ բան է, դու
առողջ մրցակցություն ես քո համար սարքում, էլի, դու նենց ես անում, որ ավելի լավ մակարդակի խաղացողներ ունենաս։ Շատ կարևոր է դա։ Ու ասեմ ձեզ, այս տարի ինչ որ չափով դրա պատուղները որոշակի ձևով քաղեցինք։ Ես ահա որ գոհ եմ այն փաստից, որ մենք ռիսկի դիմելով ոնց որ մեր երիտասարդներին թողելով խաղան, հա։ Շատ կարևոր է, որտեվ ես այդ Ալբանիայի այդ խաղից հետո 41 տարեկանում 40 աստիճանի տակ խաղից հետո ես ու մեր շատ սիրելի մարզիչ թեմի ավակ Վահե Ավետիսյանի հետ որ գնացինք հաց ուտելու, չէի կարում նստեի, ամեն րոպե ոտերս ձգվում էր, ասեցի երևի էսի վերջի անգամը կլինի որ խաղամ, որտեվ պետք է արդեն սերնդափոխություն ու այս տարի շատ ուրախ եմ որ տեսա մեր ջահել թենիսիստները լավ հանդես եկան, շատ հաճելի էր դա տենալը։ Երևի արդեն մենք մեր անելիքը արեցինք, հիմա կարանք ամեն ձև օգնենք, որ նոր այս սերունդը երիտասարդներին մեր իմացած ամեն ինչը տանք իրանց, որ կարանանք ավելի մեծ արդյունքներ ունենանք։ Երիտասարդները 17 եւ 18 տարեկան էին, երկուսը արդեն զինծառայող էին, երկուսն էլ նոր պետքա գնան դեռ ու այդտեղ մենք շահեցինք այն առումով, որ բանակի հարցը լուծվեց տղաների, դրա համար նու ջահել երիտասարդ ունեցանք թիմում։ Շատ կարևոր է։ Սա շատ ծիծաղալու հարց է, էլի, որ պատկերացնեք այդ հարցը ոնց է լուծվել ժամանակին։ Դու պիտի լինեիր աշխարհում 6-ի ինձ ասում էին պետքա 6-ի մեջ լինես կամ օլիմպիադա կրած լինես կամ մեծ սաղավարտի մրցաշար, որ գնաս սպորտային մարզական վաշտ։ Մարզական վաշտ։ Սպորտային վաշտ։ Այսինքն խաղացողը համ զինվորական ծառայությունը անցնի, համ էլ շարունակի իր մարզումները, որտեվ 2 տարի թենիսիստի համար, եթե 2 տարի դու չմարզվես, ոնց որ ինչ ասես, շարունակես։ Կարաս 10 տարի հետ ես ընկնում, որտեվ որ դու չես մարզվում, ուրիշները չեն կանգնում։ Թենիսն են սպորտը, ամեն օրը իմը 10 տարի անցավ, всё, հետ իմի արդեն կարող սկսել։ Միքայելը 2 տարի հավեսով այդպես ծառայեց ու հետ։ Բայց հիմա էդ էր էլի, ասում եմ, բանակի շնորհիվ այդ հարցը լուծվեց ու դրա համար երիտասարդ ունեցանք թիմում։ Վերջի տարիներին ես չեմ հիշում, երբ էինք 18 տարեկան։ 18-ից 20 տարեկանը կարամ ասեմ այն ամենալավ տարիքն է, որ կարաս մի անգամից արդյունքները աճի շատ։ Եթե 2 տարի թենիս չխաղաս, բա շատ ես հետ են գնելու։ Իմն էլ նույն 17-ից 19-ը կարամ ասեմ չխաղացի ուսիս պատճառով 2 տարի, հետո փորձեցի ամեն անգամ հետ գալ, կրկնվել, վնասվածքը, տենց թողեցի։ հետո արդեն էլ շատ ֆինանսապես դժվարություններ, ֆյուչերսներ, կվալիֆիկացիա, գնալ, գալ, պարտվել, վստահության կորուստ, ապարտ եղել։ Դեվիսի թեման փակենք այդ վերջի Ալբանիայի Դեվիսով, հա։ Հարութի վերջի ոնց որ ելույթը հավաքականից հաղթական է Հենդոյի հետ, Սան Մարինոյի դեմ, որոշիչ զույգ էր, ասենք ընդհանուր հաշիվը 1-1 էր ու այդ զույգով հաղթում էր։ Համել իրանց այդ Մարկոն չէր եկել այս տարի։ Մարկոն հենց խաղից հետո իր ապրանքները վերցրեց ու գնաց, հա։ Իսկ Մարկոն թոփ խաղացող էր, էլի։ Թոփ խաղացող էր, համ լավ էր խաղում, համ էլ իր աշակերտը կարծեմ Լուկա Նարդի։ Աուրի մեջ էր, իրան մի քիչ ասած մի քիչ բարձր էր պահում, հետո լավ իջավ ներքև այդ խաղից հետո։ Խաղից հետո էլ չենք տեսել։ Լեգենդար խաղ էր, այո։ Երևի դրանից հետո էլ։ Հա, չի խաղացել կա։ Այս տարի եկել էր, բայց Futures 3 աղջիկ էր բերել։ Հարցրեցին գալու ես թե չէ, ասես չեմ խաղում էլ։ Բայց Սանմարինոյին այս տարի էլ ենք հաղթել։ Ու այդ պրոմոշնով, այսինքն անցնելով խումբը վերև ավարտվեց Դեվիսի կարիերան։ Ամենասենց լավ տպավորիչ ձևով էլի մեդալներով հաղթանակած, երևի հաճելի ավարտ կարիերայի համար, հա։ Ու միշտ Հարութի հետ կապի մեջ ենք լինում, միշտ կապ չունի Դեվիսին առավել եւս, անցած տարի էլ ամեն խաղերից առաջ, խաղերից հետո Հարութի հետ միշտ կապի մեջ ենք լինում։ Միշտ նայում ենք, մենք ընտանիքով նայում ենք, ես, տղաս, կինս,
դնում ենք, ես որ տունն չեմ ելնում, գործից գալիս եմ, տենամ դերածակ, դրել են, նայում են, բան, միշտ հետևում ենք, որտեվ շատ ցենց հաճելի մթնոլորտ էր էլի այդ Davis Cup-ը մեր համար։ Մի հատ կարևոր բան էլ ասեմ իրականում, դե դուք մի 10-15 տարի եք խաղացել այն ժամանակ, Հենդոն այդ արանքում ես վերջի 10 տարին պլյուս մինուս վերջի ու սենց ասեմ 4-5 տարում մենք կարացանք թմի աուրան փոխենք իրականում, այդ փոփոխությունը շատ մեծ է, էլի, այսինքն այն աուրան, որ մտնելուց թիմ կար, սենց մենք սաղս ինչ որ ապագա չտեսնելով խաղում էինք, էլի, մոտավոր ինչ որ տենց բաներ էր, սաղս խաղում էինք, չգիտենք ինչի համար կարամ ասեմ, հա։ Ու այդ փոփոխությունը շատ մեծ է ու շատ է երևում թմի ներսում, հա, մեր շփումների մեջ եւ այլն։ Մեր համար շատ կարեւոր էր, որ այդ ընթացքը, որ քո վերադարձով, մեր խաղալով ինչ որ sense մի հատ շատ կուզեինք ներկա լինել շարժ արեցինք, հա, այսինքն ինչ որ մի բան sense ուրիշ ձև սկսեց գնալ։ Իմ համար շատ կարեւոր էր, որ այս երիտասարդներին այդ աուրան sense փոխանցելը, հա, տեսնեին, էլի։ Դրա համար այս տարի մենք ամեն ինչ արեցինք, որ մի ամիս շուտ մնալ այնտեղ, տղեկի հետ պարապել եւ այլն, որ դա շատ կարեւոր է, իրար հետ ապրելը, այդ մարզվելը, դժվարությունները կիսելը, տենց թմով, մենակ տենց կարա արդյունքներ լինի, որտեվ որ ամեն մեկը իր համար խաղա բան գալիս են թեմային խաղը լրիվ ուրիշ է, ասենք։ Այո։ Սա հասարակ խաղացողը կարա 100 համարին հաղթի, որտեվ այդ ուրիշ զգացմունքներ է։ Հա, երբ որ Եթե գալիս ես դու քո համար ես խաղում, թմի համար չես խաղում, չես կարա շատ արդյունավետ լինես։ Պետք է այդ հոգին զգաս, էլի, այդ թմի, որ արդյունքը գա։ Հա, ու ստացվեց, էլի, հա։ Դա շատ ուրախ եմ, որ կարացակ անել, որտեվ Ծաղկաձորում էինք, այտենց վերջում դες ոնց էր, այն որ արդեն այտենց ոնց որ գժվում ես, չգիտես, այտենց սաղ որ ամեն ինչը նույնն է, ամեն օրը նույնն է, պայտակ այտենց գժվում ես, որ չես մտածում, չես հասկանում, ուր ես, ինչ ես անում, խի ես անում ու մի բան գալիս է, էլի։ Արդյունքը եղավ դրա համար։ Հա, բարք Աստծո, ներուցածը եղավ։ Ու տղամարդկանց հավաքական ինչն է, բան, ամեն ինչ, այն ամենափոքր դետալից սկսած մարզումներ եւ ամբողջը մեր ուժերով ա եղել, երևի սա էլ կլինի վերջինը տենց տարին, որովհետև մենք լավ լուրջ համալրումներ ունենք, դե կանանց հավաքականից հեսա մի երկու բառով կխոսանք, լուրջ համալրում ունենք մյուս տարի, Դանիլը կմիանա մեզ Սարգսյան վերջապես ու մենք երրորդում հուսով եմ, որ առնվազն կմնանք մյուս տարի, դե կանանց մասով էլ համալրումների մասին խոսալու տենց շատ կարիք չկա, մեր հավաքականը առանց էդ էլ շատ ուժեղեր Էլինա Ավանեսյանով ու Անի Ամիրախյանով, մյուս տարի չէ երևի այն մյուս տարի եւս մի շատ լուրջ համալրում Չարաևայի ներկայումս 118 ռեյտինգով։ Ու արդեն մենք լավ շատ ամբիցիոզ կանանց հավաքական կունենանք էլի։ Այդպես տղաներին էլ ում մենք որ ունենք, նու կանանց էլ է վերաբերում, բայց մեր խնդիրն է, որ մեր այստեղ մեծացած, այստեղ մարզվող կամ տղաներին մաքսիմալը մեր տանք մարզիչներից դուրս եկած։ Այո, մեր ոչ պրոֆեսիոնալ մարզիչներից դուրս եկած։ Ու այդ միքսն է, էլի, այսինքն համալրումն ու մեր պրոդուկտը, որ այստեղ սարքում են։ Սարքելու ընթացքում ինչքան աջակցություն շատ ունենանք, այնքան լավ։ Դա շատ կարևոր է այդ միքսը, որտեվ համ էլ կտենան մեր երիտասարդները ոնց են պատրաստված մեր ուրիշ խաղացողները, ֆիզիկականն է, թե մենթալ, թե ինչ ամեն ինչը, այդ իրանց ինձ թվում է ավելի շատ ձգտում կտա, որ ավելի շատ ուժ ու եռանդ դնեն իրանց աշխատանքի մեջ ու հուսանք շուտով էլի հետ կգնանք երկրորդ ու ավելի բարձր ու մի օր կհասնենք վերևներ, հա, այդ մեր սաղից նպատակն է։ Հուսանք կտեսնենք դա։ Արդեն որ վերևները եղանք, արդեն սաղով այն ինչքան հին թազա սաղ խաղացողները թմի հետ կլինեն, ինձ թվում է այդ շաբաթ։ Սիրով, մենակ այդ ենք սպասում։ Ճիշտ էդ ենք խոսում, ասում ենք դե թիմում լինենք, չլինենք, մեկը պիտի տրիբունայում նստած գոռանք, էլի մի օր։ Պարտադիր։ Այնպես որ այդ շատ կարևոր մեր կյանքում այդ Դեվիսի գավաթը տեղ ունի, հատկապես թենիսային կարիերայում։
Ընդհանուր կարանք եզրափակենք քո հրաշալի կարիերան, տենց վերջին ինչ sense ուղերձ կփոխանցես էլի։ Այդ ուղերձով էլ հենց երիտասարդ պատանի մեր տենիսիստների երիտասարդ պատանիներին որ միշտ ամենակարևորը որ չհիասթափվեն, որտեվ տենիսը նենց սպորտ է, կարող է մի տարի sense առավոտից գիշեր պարապում ես, ամեն ինչ դնում ես, արդյունք չկա, 2 տարի դնում ես, պարտություններ, հիասթափություն, պետքա շարունակել, աշխատել, մի օր գալի է մեկը, պետքա թևերը չկախել ու աշխատանքով ամեն ինչի կարանք հասնենք։ Վստահությունը, որ ասեցիր, 10, ես նոր հիշեցի էլի, 16-ում այդ վստահես դու ցանկացած մարդու դեմ կարաս խաղաս, հաղթես։ Հա, իմ մոտ այտենց շատ կարճ, sense մի ամիս բան ա եղել, հետո կոտրել եմ թևս ու կանգնել է այդ վստահությունը։ Մենթալն է, էլի։ Հա, բայց այդ վստահությունը, որ քո մեջ եկավ այդ 16 տարեկանում, ինքը մինչև կարիերայիդ վերջ մնաց, չէ՞, այսինքն հիմա դու խաղում ես, խաղը սկսում է, ինչ որ մի բան ընդեղից Հիմա չէ, այդ վստահությունը կարամ ասեմ, ես ձեռք բերեցի այդ բա քրտնաջան աշխատանքով, որ օրերով ժամեր ես դնում, աշխատում ես, հետո որ դուրս ես գալի խաղի, մտածում ես, բա քո պես մարդ է ու քեզանից շատ չի աշխատել, ինչի պետքա քեզ ինքը հաղթի։ Ու այդ տրամաբանությունով մտնում ես խաղի, որ ես այդքան ամեն ինչ արել եմ, չեմ կարա պարտվեմ ու աշխատում։ Այդ վստահությունը շատ է օգնում, որտեվ տենիսը ոնց է խաղում ես, վերջում գալիս է մի պահ, որ 2-3 գնդակի տարբերություն է որոշում խաղը։ Այո։ Ու այդ ժամանակ եթե ունես այդ վստահությունը, դու ես հաղթում։ Եթե մի քիչ վախեցար, չարեցիր ինչ որ գիտես անել, չես կարա հաղթես։ Բայց այդ վստահությունն էլ հենց այնպես չի գալիս։ Պետքա քրտնաջան աշխատես վստահության համար։ Այդ ուղերձով էլ կուզենայի ավարտենք, վստահությունը խաղացողի մեջ գալիս է իր աշխատանքից։ Միանշանակ։ Այսպիսի հետաքրքիր էպիզոդ ունեցանք այսօր։ Մեր լեգենդ Հարութի հետ, Հարաջան շատ շնորհակալություն որ եկար։ Շնորհակալություն ձեզ հրավերքի համար։ Հուսանք էլի կտեսնենք։ Մեծ հաճույքով։ Ձեզ էլ սիրելի տենիսը սիրող, դիտող տենիսային։ Տենիս խաղացեք, շատ լավ սպորտ է, հիանալի սպորտ է տենիսը։ Ինչքան խաղում ես, այդքան շատ ես սիրում։ Մի մոռացեք գրանցվել։ Հեշտ խաղերի մի գնացեք։ Այո։ Մի մոռացեք գրանցվել, միացեք մեր Patreon-ին, ձեր աջակցությունը մեր համար շատ կարևոր է, հղումը դուք կտեսնեք հիմա։ Ակտիվ եղեք, փորձենք այս պլատֆորմը մաքսիմալ տարածել, որպեսզի ինֆորմացիան, որը մենք կփոխանցենք թե խաղացողներին, թե տենիս մուտք գործող մարդկանց մաքսիմալ մաքուր ու կոպիտ ասած առաջի ձեռքից լինի, հա։ Այնպես որ մեզ հետ եղեք, մենք էլ միշտ կլինենք ձեր հետ, ասենց հետաքրքիր հյուրերով։ Կհանդիպենք։ Ստեսություն։ Հաջողություն։ Հաջողություն։